Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարավային Կովկասում կիզակետում կրկին Սյունիքն է թրիփ ուղին նախագիծը։ Իրանից կրկին մեսիջներ են գալիս իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ևս մեկ անգամ տարածաշրջանի կարմիր գծերին անդրադարձավ։ Մասնավորապես հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական սահմանին, ընդգծելով, որ դրանք անխախտելի են։ Վելայաթին այս անգամ էլ հիշեցրեց. Իրանն ի սկզբանե դեմ է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, որը թյուրքական աշխարհը միմյանց կապող ճանապարհն է։ Իրանը չի կարող համբուրժի միացյալ նահանգների, որը մի ներկայացություն է Իրանի սահմանների մոտ։ Թրիփի շուրջ զարգացումները գնալով ավելի ակտիվացան, երբ հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, հայտարարելով, թե Թուրքիան Թրամփի ուղու թրիփի տեսլականի կարևոր տարր է։ Ընդհանրապես Իրանում թրիփ նախագծի հետ կապված երկու մոտեցում կա։ Հիմնական թևերից մեկը Ռահբարին կոորդինացնում է արտաքին քաղաքական բլոկը։ Այս թևը դեմ է ամերիկյան ներգրավվածությանը տարածաշրջանային նախագծերում։ Իրանի նախագահի մակարդակով ներկայացված թևը հակառակը ըստ վերլուծաբանների կողմ է թրիփ նախագծին։ Սակայն ընդհանուր առմամբ ըստ քաղաքագետների Իրանը մտահոգված է թրիփ նախագծի իրականացման ծրագրի առնչությամբ։ Եվ այդ մտահոգությունների փառատման հետ կապված այս բարձրաձայնումը շատ կոնկրետ ուղերձ է հատկապես Հայաստանի Հանրապետության իշխանության, որովհետև անվտանգության ապահովումը ճանապարհի Իրանի համար բացառում է երրորդ երկրի ներգրավվածություն, դեպի դեպքում ամերիկյան կամ եվրոպական։ Ամերիկայի ազգային անվտանգության եկող տարվա նոր ռազմավարության մեջ Հարավային Կովկասը եւ Հայաստանը կենսական շահերի գոտի չեն համարվում։ Տարածաշրջանում Ամերիկայի հիմնական ռազմավարական դաշնակիցը Թուրքիան է, նաեւ Հայաստանում, ըստ ամերիկյան վերլուծաբանների, ամերիկյան քաղաքականություն իրականացնողը։ Սա եւս դուր չի գալիս Իրանին։ Ստրատեգիական առումով Իրանն ու Թուրքիան հակադիր բևեռներ են եւ տարածաշրջանում այդ երկու պետությունները պայքարելու են ազդեցությունների գոտիների համար։ Հետևաբար խոսել այստեղ ամերիկյան ներգրավվածության մասին ուղղակի անիմաստ է, թուրքերի միջոցով եւ թուրքերի հետ փորձելու են այստեղ իրենց քաղաքական որոշակի շահեր պահպանել, բայց ուղղակի անմիջական ներգրավվածություն չեն ունենալու։ Հիմա ըստ քաղաքագետ Բալյանի արևմուտքը թուրքական աշխարհը փորձում են ռուսներին դուրս մղել տարածաշրջանից, եւ եթե Թուրքիան փորձի ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, Իրանը դրան կհակադրվի։ Իրանի անվտանգությունը, եթե խոսելի եղավ Հայաստանի վրա կազմի, եթե Հայաստանի անվտանգությունը խոսելի եղավ, ինչ-որ խնդիր ունեցավ սահմանների վրա, Իրանի անվտանգությունի խնդիր կլինի։ Ռուսաստանն ու Իրանը ակտիվացնում են ռազմավարական գործընկերության մակարդակը Մոսկվայում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Լավրովը ստորագրեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև 26-28 թվականների խորհրդակցությունների ծրագիրը։ Իրանական հավաստի լրատվամիջոցների արտահոսքերից կարելի է եզրակացնել, որ քննարկվում է նաեւ ռուսների ներգրավումը թրիփ նախագծում եւ բանակցություններն են ընթանում այդ ուղղությամբ։ Կարծում եմ, որ մերոնք կողմ են այդ բանակցություններին, այսինքն մասնակից են, տեղյակ են։ Կարծիքով սա քննարկվելու է նաև Լավրով Արաղչի բանակցությունների ընթացքում, շատ հավանական է, որ շատ շուտով արևմտյան այդ նախագծում տեսնենք նաև Ռուսաստանի Դաշնությանը որպես մասնակից։ Ըստ վերլուծաբանների, քանի մոտենում է նախընտրական շրջանը, հայաստանյան իշխանություններին օդի ու ջրի պես անհրաժեշտ կդառնա թրիփ նախագծի իրականացումը, սակայն մինչև խորհրդարանական ընտրությունները, ըստ քաղաքագիտական համայնքի, այդ նախագծի հետ կապված գործնական առումով եւ ոչ մի քայլ չի արվի։ Բաքվում ավարտվել է Արցախի նախկին պետնախարար գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող շինծ ու դատաքննությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ նիստի ընթացքում կողմերը հայտարարել են, որ չեն առարկում դատաքննության ավարտի եւ ճառերի փուլի մեկնարկի դեմ։ Վարդանյանի փաստաբանի ներկայացրած երկու միջնորդությունները, որոնց բովանդակությունն անհայտ է, դատարանը չի բավարարել։ Հիշեցնենք, որ մտածածին հանցագործությունների մեջ մեղադրվող Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվում պահվող հայերի նկատմամբ դատերն ընթանում են անկախ լրատվամիջոցների եւ միջազգային իրավապաշտպանների բացակայության պայմաններում։ Լինդա Էլջեքչյանը նամակ է հղել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային, խնդրելով ներում շնորհել արդեն 5 տարի բանտում գտնվող իր ամուսնուն Վիգեն Էլջեքչյանին։ Նամակում նա ներկայացրել է ընտանիքի ծանր իրավիճակը։ Նա հույս է հայտնել, որ ներումը կլինի կարեկցանքի դրսևորում եւ կօգնի ընտանիքի վերամիավորմանը։ Նշվում է նաեւ, որ Ադրբեջանի հայտարարած համաներումը կարող են գրկել մինչեւ 20,000 բանտարկյալի եւ հնարավոր է տարածվի նաեւ Էլջեքչյանի վրա։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել հայկական բանակի նոր համազգեստի նմուշները։ Համազգեստի ցուցադրման տեսանյութը հրապարակել է Փաշինյանը։ Վարչապետ, զեկուցեմ, որ ստացել ենք արդեն նոր համազգեստի նմուշները։ Այսինքն հիմա պլանը հետևյալն է, մենք դա փորձարկում ենք եւ հաստատում ենք, որ այն ինչ որ մենք ուզում ենք ու արդեն ձեռք են բերում ամբողջ բանակի համար։ Ես ճիշտ եմ չի հասկանում, որ առնվազն դիզայնի էլեմենտները հատուկ արված են մեզ համար եւ մեր պատվերը։ Այո, վարչապետ, կոչվում է հայկական կամուֆլյաժ, ինքը ամբողջությամբ մեր պատվերով է, մեր պայմանների համար նախատեսված։ Սուրբ եղանակի համազգեստ, որը իրենից ներկայացնում է երրորդ շերտի տակ վերնազգեստ, Սուրբ եղանակի վերնազգեստը դաշտային լրակազմի, հուդի անվանմամբ երրորդ շերտ, երկրորդ շերտ տակ անդրավարտիկ, առաջին շերտ տակ անդրավարտիկ եւ շապիկ համարային։ Տակտիկական կիսաճտկավոր կոշիկներ։ Ու տարբեր երեք տեսակ կոշիկներ, կիսաճտկավոր կոշիկներ, ճտկավոր կոշիկներ ծնարային։ եւ այս մեկը Տակտիկական կոշիկներ։ Նիկակալները արդեն պարոն վարչապետ նախատեսված է լեկալով հարմարեցված։ Նախկինում այսպիսի ձևավորում չուներ, փակցվում էր կպչուն ժապավենով եւ տեղաշարժում էր, ներկայիս ապրանքատեսակում արդեն կիրառելի է հենց ծնկակալի մեջ միանգամից ծնկ եւ արմակակալը նույնպես նախկինում ժապավենով փակվում էր, ներկայիս լեկալի դեպքում ամրանում է համազգեստի եւ այս պայն ամենատակ բանը ձմեռայինը ներկայացված չի ու ցույց տալու։ Այսինքն իրականում գլխարկների քանի տեսակ ենք ունենալու։ 3 տեսակ կիրառվող եւ 4-րդը ձմեռային, որը որ մնալու գլխարկ դիմակի տեսքով։ Կիրառելի է բազմաֆունկցիոնալ, համ որպես վսպատ է ծառայելու, համ որպես գլխարկ դիմակ, համ որպես ձմեռային գլխարկ ենթասառավարտի համար նախատեսված։ Գլխարկներն էլ այսպես տարբերակներ են։ Դեկտեմբերի 15-ից 16-ը Փարիզում անցկացվել է Հայաստան-Ֆրանսիա երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններ, որոնցում Հայաստանի պատվիրակությունը ղեկավարել է Լևոն Այվազյանը։ Քննարկվել են 2025-ի համագործակցության արդյունքները եւ 2026-ի ծրագրերը։ Ստորագրվել է պաշտպանական համագործակցության նոր ծրագիր, ընդգրկելով զինված ուժերի կենսագործունեության մի շարք ոլորտներ։ Հաջորդ խորհրդակցությունները կկայանան Երևանում։ Հայաստանը Թրամփի ուղի ծրագրում հաշվի է առել Իրանի շահերը հավատարիմ մնալով բարեկամության ու փոխվստահության սկզբունքներին։ Դեսպան Գրիգոր Հակոբյանը իրանական Թասնիմ լրատվամիջոցին հայտնել է, որ ծրագրի շրջանակում Նախիջևանի տարածքով ստեղծվելու է երկաթուղային կապ, որը Իրանի համար կապ կհաստատի Վրաստանի եւ Սևծովյան նավահանգիստների հետ, իսկ Հայաստանին կծառայի որպես տարանցիկ ուղի դեպի Կենտրոնական Ասիա եւ Հեռավոր Արևելք։ Նախատեսվում է ստեղծել հայ-ամերիկյան Trip Company, որը կզարգացնի երկաթուղային ճանապարհային նավթային գազային եւ օպտիկա մանրաթելային ենթակառուցվածքներ։ Ծրագրի իրականացումը համահունչ է խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը։ Համատեղ հետևողական աշխատանքի արդյունքում Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս մասին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ Արտաքին գործերի նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի падգամավորների պալատի նախագահի հետ։ Հիշեցնենք, դեկտեմբերի 16-ին Արարատ Միրզոյանը եւ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Լյուքսեմբուրգի մեծ դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։ Երևանում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը կայացած բանակցությունների արդյունքներով փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը եւ Օվերչուկը ստորագրել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը։ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահների մասնակցությամբ ստորագրվել են նաեւ մի շարք երկկողմ փաստաթղթեր Ռուսաստանի եւ Հայաստանի գերատեսչությունների մակարդակով։ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն խոսել է ադրբեջանական եւ հայկական կողմերի շահերի մասին։ Նա ասել է, որ իրենց համար կարևոր են Հայաստանի եւ Ադրբեջանի շահերը, բայց իրենք ունեն իրենց սեփական շահերը։ Կոբախիձեն ընդգծել է, որ Ադրբեջանը հատուկ բարեկամ է եւ զարգացրել են բացառիկ բարեկամական հարաբերություններ։
Ադրբեջանական եւ հայկական կողմերի շահերը մեզ համար կարեւոր են։ Մենք նույնպես ունենք մեր սեփական շահերը եւ ես կարծում եմ, որ բանակցությունների արդյունքների հիման վրա մենք հեշտությամբ կգտնենք լավագույն լուծումը, որը կծառայի բոլոր 3 երկրների շահերին։ Թուրքմենստանում ես բարեկամական հանդիպում եմ ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանը մեր հատուկ բարեկամն է։ Մեր կառավարությունները զարգացրել են բացառիկ բարեկամական հարաբերություններ, ուստի մեզ համար դժվար չի լինի որևէ հարցի շուրջ ընդհանուր լեզու գտնել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան Ռադմիլա Շեկերնինսկան կհանդիպի վարչապետ Փաշինյանի, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Պաշտոնյան հանդիպումներ կունենա նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ ՆԱՏՕ-ի դաշնակից դեսպանների հետ։ Շուտով Հայաստանում անշարժ գույքի գործարքները, որոնք նախկինում նոտարական վավերացում չէին պահանջում, հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Հայաստանի կադաստրի կոմիտեի տեղակալ Նանե Ղազարյանի խոսքով նոր համակարգը թույլ կտա քաղաքացիներին վաճառել, վարձակալության տալ կամ այլ գործարքներ անել, խնայելով ժամանակ ու ֆինանսներ։ Գործարքների համար սահմանափակումներ չկան, բացի 18 տարին լրացած եւ Հայաստանի քաղաքացի լինելու պահանջից։ Անձնական տվյալների եւ նույնականացման հարցերը կառավարում են ԵՍ ազգային նույնականացման համակարգի միջոցով, իսկ գործընթացն անցնում է անձնական գրասենյակի հարթակում։ Ծրագիրը կկիրառվի 18 ամիս պիլոտային ռեժիմում եւ կադաստրի կոմիտեի ուշադրության կենտրոնում։ Երևանի համայնքային 42 մանկապարտեզներում արդեն շուրջ 1700 տեսահսկման սարք է տեղադրվել։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի խոսքով շարունակելու են այս գործընթացը, քանի որ կարևորում են երեխաների անվտանգությունը։ Այս համակարգին շատ սահմանափակ թվով մարդիկ պետք է հասանելիություն ունենան, քանի որ իրավունքների խախտման դեպքերը բազմաթիվ կարող են լինել։ Մանկապարտեզներում ըստ քաղաքային իշխանությունների չափավոր վերահսկողությունը պարտադիր է, որովհետև լինում են բռնության դեպքեր ու դրանք պետք է հետագայում վերացվեն։ Հիշեցնենք 2024-ի հունվարի սկզբին քաղաքապետարանից հայտնել էին, որ Երևանի քաղաքապետարանին կից գործող 162 մանկապարտեզներից 41-ում տեսախցիկ է տեղադրված։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ համայնքային 42 մանկապարտեզներում արդեն շուրջ 1700 տեսահսկման սարք է տեղադրվել։ 2026-ին նախատեսվում է ընդգրկել եւս 40 մանկապարտեզ, ձևավորելով առավել վերահսկելի ու անվտանգ միջավայր երեխաների համար։ Ձեռնարկվում են միջոցառումներ, որպեսզի մնացած մասով ֆինանսական միջոցները հաստատվեն։ ՊԿ խիստ կմոտենա այն տնտեսվարողներին, ովքեր կխուսափեն կամ կուշացնեն հարկերի վճարումները։ Դրա համար հարկային նոր ավտոմատացված համակարգ կներդրվի։ 200,000 եւ ավելի դրամ հարկեր չվճարելու դեպքում տնտեսվարողները կծանոթվեն եւ եթե չարձագանքեն, ավտոմատ արգելադրման համակարգը կգործի։ Մինչեւ 200,000 դրամ հարկային պարտավորության դեպքում էլ եւս տնտեսվարողը կծանոթվի։ Հարկային այս փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 6 ամիս հետո։ ՊԿ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ այն պետք է գործեր հունվարի 1-ից, սակայն կան ծրագրային որոշակի խնդիրներ։ Հաճախ մրցակցային իրավիճակից ելնելով տնտեսվարողները ժամկետային վճարումով ապրանքներ են մատակարարում եւ իրենք այդ գումարները մատակարարներից ստանում են բավականին ուշացումով։ Փոքր ձեռնարկությունների դեպքում հնարավոր է, որ մենք լրացուցիչ խնդիր ենք առաջացնում հարկերի չվճարելով գործիք ստեղծել փոքրերին ֆինանսական միջոցներ, այսինքն ֆինանսավորման աղբյուրի, գուցեև պետք է այլ մեխանիզմներով մտածել ու եթե չեմ սխալվում այդ ուշ վճարումների հետ կապված, երբ որ մեծ խոշոր կազմակերպությունները ուշ են վճարում, ինչքանով ես տեղյակ եմ, էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրում է, որոշ դեպքերում ոլորտային կարգավորումներ են տալիս, որ այսքան ժամկետից ուշ չպետք է վճարեն։ Սյունիքում 200 դպրոց փակվելու մասին տեղեկությունը սխալ է, միավորվում են 3-4 աշակերտ ունեցող դպրոցները։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է իշխանական падգամավորը։ Նարեկ Ղահրամանյանի դիտարկմամբ 2018-ից հետո Սյունիքի մարզում ոչ թե վերանորոգում են, այլ կառուցում են մի քանի տասնյակ միլիարդ դրամ արժողությամբ նոր դպրոցներ։ Ըստ Ղահրամանյանի նման ծավալի աշխատանք նախկին իշխանությունների օրոք չի իրականացվել, եւ եթե տվյալ դպրոցում սովորում են ընդամենը 3-4 աշակերտ եւ դա համարում են փակվել, նրանց խնդիրն է։ Ես տեղյակ չեմ քանի դպրոցա փակվելու, ես տեղյակ եմ թե որ որոշ դպրոցներ վերամիավորվում են մեկ դպրոցի շուրջ, օրինակ այն դեպքերում, երբ որ օրինակ դպրոցներից մի քանիսում, օրինակ, չգիտեմ, 4-5 աշակերտ է լինում եւ քանի որ նպատակահարմար չի, օրինակ 4-5 երեխայի համար դպրոց կառուցել, մենք կառուցում ենք միջազգային ստանդարտներով դպրոցներ, որոնց պայմանագրային գները որոշ դեպքերում 4-5 միլիարդ դոլարի
համարժեք դրամ է լինում եւ բնականաբար բոլոր այդ հարակից գյուղերի աշակերտներին տեղափոխելու ենք այդ դպրոցներ։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրինագծերի փաթեթը։ Առաջին փուլում համակարգում կընդգրկվեն 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում կներառվեն նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները առանց բացառությունների։ Ընտանիքում ծնված երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխային տրվող աջակցությունը պաշտոնապես դարձնել պետական նպաստ։ Այսպիսի առաջարկ է քննարկվել Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում։ Նաեւ առաջարկում է ծննդյան միանվագ նպաստի չափերը համահարթեցնել։ Մինչ այժմ առաջին եւ երկրորդ երեխայի համար տրվող 300,000, երրորդ եւ չորրորդ երեխայի համար 1 միլիոն, հինգերորդ եւ հաջորդների համար 1.5 միլիոն դրամի փոխարեն բոլոր երեխաների համար սահմանել 500,000 դրամ։ Հայաստանում ինքնաշեն կառույցների սեփականատերերին անհրաժեշտ է ևս 1 տարի տրամադրել դրանց հայտարարագրման համար, տեղեկացնում են կադաստրի կոմիտեից։ Գործող կանոնակարգերի համաձայն նման օբյեկտների հայտարարագրման վերջնաժամկետը Երևանում սահմանվել էր մինչև 2023 թվականի վերջը, մյուս քաղաքներում մինչև 2024 թվականի վերջը, իսկ գյուղական վայրերում մինչև 2025-ի վերջը։ Այս ժամանակահատվածում շուրջ 70,000 ինքնաշեն կառույց է հաշվառվել։ Հայաստանում հաջորդ տարվա ապրիլի 1-ից բոլոր տեսակի կենսաթոշակներն ու նպաստները վճարվելու են անկանխիկ, սակայն քաղաքացիները այսօր էլ հնարավորություն ունեն դիմել եւ անցնել անկանխիկ վճարման, սկսելով օգտվել նաեւ հետվճարի ծրագրից, որը 2026 թվականի հունվարի 1-ից դառնալու է 20%։ Այս մասին հայտարարել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Ներկայում իրենց կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով են ստանում կենսաթոշակառուների եւ նպաստառուների 10%-ից էլ պակաս քաղաքացիներ։ Այս տարվա 4-րդ եռամսյակում Հայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվում է, հայտարարել են Կենտրոնական բանկից։ Տնտեսական ակտիվությանը շարունակում են զգալիորեն նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերը, ինչպես նաեւ որոշ կարճաժամկետ ոչ կառուցվածքային գործոններ։ 2025 թվականի 3-րդ եւ 4-րդ եռամսյակներում տեղական ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ բարձր արտաքին պահանջարկը պահպանվում է։ Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 36.3%-ը ժամանել են ԱՊՀ երկրներից, Եվրամիության երկրներից ժամանածները կազմել են 14.7%, մնացած 49%-ը ժամանել է այլ երկրներից։ Զբոսաշրջիկների 34.3%-ն էլ Հայաստան են եկել Ռուսաստանից։ Տվյալները ներկայացրել էր վիճակագրական կոմիտեն։ Գեղարքունիքում ավարտվել է 3-ամյա երեխայի սպանության նախաքննությունը, ըստ տվյալների երեխային մերձավոր ազգականը սպանել է վրեժի շարժառիթով, կոկորդից սեղմելով ապա դիակը տեղափոխել դաշտամիջյան հատված։ Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է ՄԱՀ մեխանիկական շնչահեղձության հետևանքով։ Հարուցվել է քրեական գործ 155-րդ հոդվածի համապատասխան մասերով, մեղադրյալը կալանավորվել է, գործը ուղարկվել է դատարան։ Դեկտեմբերի 16-ին Իջևան քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Հոնդան ու Պրիորան, 2 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Իջևան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի բարեկները։ Նրանք վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա ծառայողական մեքենայով տեղափոխել Իջևան բժշկական կենտրոն։ Տեղում էին փրկարարծարայության Իջևանի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։ Օպերատիվորեն ժամանել են նաև ներքին գործերի նախարարության փրկարարծարայության Իջևանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները տեղում կատարել են հերթապահություն, ապա իրենց աշխատանքը համարվել է ավարտված, վերադարձել են ջոկատ։ Դեկտեմբերի 16-ին Դիլիջանի ոլորանների սկզբնամասում բախվել են Տոյոտան եւ Այքարը։ Օպերատիվորեն ժամանել են Դիլիջան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդներն ու ուղևորները հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ չեն տուժել։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի բարեկները։ Վթարի հետևանքով տեսնում եք 2 ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտում եւ դարձել է երթևեկությունը միակողման։
Դեկտեմբերի 16-ին Արշակունյաց պողոտայում բախվել են 40-ամյա Արմանի Մերսեդեսը, 36-ամյա Տարոնի Ֆորդը, 33-ամյա Արամի Ֆիաթը եւ 41-ամյա Ալիկի Օփելը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկրորդ գումարտակի երրորդ վաշտի բարեկները։ Սթափության փորձաքննությունն էլ ցույց է տվել, որ Ֆորդի վարորդը եղել է ոչ սթափ։ Դեկտեմբերի 16-ին Բազում գյուղի վարչական տարածքում բախվել են 52-ամյա արտավազդի Toyota Land Cruiser-ը եւ 55-ամյա Հովիկի ջիպը։ Երկու մեքենայի վարորդն ու ջիպի 49-ամյա ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի երկրորդ դասակի բարեկները։